Այսօր մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրամյանը, բարև ձեզ Տիգրան, շնորհակալություն որ եկար։ Նախ դուք ինչ կարևորություն եք տալիս տեղի ունեցած վերջին Երևան Եվրամիություն հավաքին։ Առասարակ, եթե սա սովորական պայմաններում հարցնեին կամ քննարկեինք, թե ինչ կարող էր տալ եվրոպական համայնքի այդ գագաթաժողովի Երևանում անցկացումը կամ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների հետ կապված այդ գագաթնաժողովը, ապա դասական առումով իհարկե դա կարևոր էր, Երևանում անցկացումը նաև որոշակի առումով քշիր էր բերում մեզ, անկախ նրանից, որ դա ամեն տարի մի երկրում առանձին անցկացում էր, բայց այստեղ հաջորդ բակվում է լինելու։ Եթե չեմ սխալվում 28-ին է բակվում լինելու, բայց այստեղ կա հետևյալ խնդիրը, որը կարծում եմ ակտուալ է բոլոր այն երկրների համար, որոնք հյուրընկալում են այսպիսի համաժողովներ, ինչ խնդիր է այդ երկիրը դնում իր առաջ, ո՞րն է իր գլխավոր նպատակը եւ ինչ է ակնկալում ստանալ այդ միջոցառումներից։ Իմ կարծիքով հայաստանյան իշխանությունների համար այս միջոցառումը ուներ մեկ եւ առանցքային նշանակություն, դա ընտրություններից ընդառաջ իշխանության քարոզչությանը լիցքեր հաղորդելը, հատկապես եվրոպական օրակարգի հետ կապված, հատկապես տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու, միջոցառումներ անելու տեսանկյունից, այսինքն եթե կար խնդիր առաջին հերթին ապահովելու իշխանության քարոզչական առաջնահերթությունը, ես կարծում եմ իշխանություն դրանով դա ինքն իր համար ապահովել է։ Ինչ է ես սկզբանե ասում դասական առումով, որտեղ դասական առումով այստեղ կար հնարավորություններ ընդհանուր ոչ թե նեղ անձնային կամ նեղ խմբային շահերը առաջ մղելու, այլ շատ ավելի գլոբալ երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերի, որը մեծ առումով արտացոլված էր։ Ավելին, եթե օրինակ բերեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը այդ գագաթնաժողովում, դա նաև էականորեն ցույց տվեց, ոչ միայն ընդգծեց, այլ նաև ցույց տվեց այն խարխլված հնարավորությունները, որոնք կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որտեղ Ադրբեջանի նախագահը ամեն ինչ անում էր ցույց տալու համար, որ խաղաղության օրակարգի տերը ինքն է եւ խաղ ընթանում է իր խաղի կանոնների։ Ես անոտեմ ձեր այդ հայտարարությունը, հիմա այդ մասին խոսենք, բայց բերեք այս բանը հասկանանք։ Իշխանությունների քարոզչական նպատակի արժեվ պայմանականորեն դնենք 10 միավոր, երկրի վարկանիշին կամ երկրի օգտակարության գործակցի իմաստով 0։ Հա, այս հավաքի նշանակությունն եմ բաժանում իրար հետ։ Տեսեք, հավաքի նշանակությունը ես արդեն նշեցի, կախված է նրանից, թե որ երկիրը ինչ է կարող իր համար բերել։ Դե ես չթվարկեմ, չեմ էլ կարող թվարկել այն պայմանագրերը, որոնք Եվրամիության հետ, Ֆրանսիայի հետ հատկապես ռազմավարական գործընկերության պայմանագրերը։ Մի քանի կարևոր բան խոսենք։ Դրանք նույնպես ծառայում են, չէ, ուզում եմ հարցս տեղափոխել։ Դրանք նույնպես ծառայում են քարոզչական նպատակին։ Միանշանակ նայեք ինչ արում, ոչ թե այն առումը, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է զուտ նրա համար, որ հայաստանյան իշխանությունները քարոզչական առաջնահերթություններ ունեն, այլ հետևյալ պատճառը, օրինակ տեսեք, նույն Մակրոնի հայտարարությունը, որը հնչեց, որ գիտեք, 28 տարի առաջ, 9 տարի առաջ նման բան չէր կարող տեղի ունենալ, նման մասշտաբի ղեկավարներ չէին կարող այցելել, գիտեք, հենց մենակ այդ մասով ինքնին արդեն աբսուրդ էր, որովհետև հենց մենակ Ֆրանսիայի այդ փոխհարաբերությունները, գիտեք, անկախությունից ի վեր մշտապես Հայաստանի համար եղել են առաջնահերթ, Ֆրանսիայի բոլոր նախագահները տարբեր շրջաներում, տարբեր նախագահների օրոք եկել են, չեմ ասում 2015 թվականն, երբ որ ցեղասպանության միջոցառումներին Ֆրանսիայի նախագահ, Ռուսաստանի նախագահ, Հունաստանի եւ այլն ներկայացված էին այդտեղ այդ միջոցառման են գլխավոր մասնակցելու։ Երկրորդ հանգամանքը, որը այդպես ներկայացում էր վիզաների ազատականացման ռեժիմի հետ կապված, դրա հիմքը ո՞րն էր։ Դրա հիմքը 2017 թվականի ՍԵՊԱ-ի համաձայնագրի կնքումն էր Հայաստանում, որը ակնհայտորեն չէր տեղի ունեցել այս իշխանության օրոք եւ ավելին ասեմ, մինչեւ կարելի ասել 23 թվականը գործընթացը դոփում էր իր տեղում։ Այսինքն եվրոպական օրակարգի մասին հայտարարությունները տպավորություն կար, որ փորձում էր ներկայացնել որպես նոու-հաու կամ որևէ նոր հայտնագործություն, այն դեպքում, երբ որ դրա ֆունդամենտը դրված էր նույն 2017 թվականի ՍԵՊԱ-ում եւ իշխանությունը 4-5 տարի այդ process-ում որևէ իրական առաջադաշ չէր ունեցել։ Ես սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նաեւ Ֆրանսիայի նախագահն էլ ինչու՞ չէ բոլոր երկրներն էլ հասկանում են, թե սա իշխանության համար Հայաստանի ինչ կարևորություններ, բայց
Նաև իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներից ելնելով յուրաքանչյուրը փորձեց իր հրումը այստեղ ապահովել, որովհետև այստեղ օրակարգը Հայաստանի իշխանություն ներկայացնում է, այսպես ասած, արևմուտք եւ Ռուսաստան դիմակայության դաշտում, ինչը ակնհայտորեն այդպես չէ, եւ բնականաբար նաև դրանով էր պայմանավորված, որ եվրոպական ընտանիքի տարբեր դերակատարներ նաև իրենք էլ այդ ամենը գիտակցելով իրենց նպաստը բերում էին իշխանության, այսպես ասեմ, նարատիվների զարգացմանը։ Այսինքն կմոռացվի շատ բաներ։ Կառուցչական նպատակների արտահայտություններ բան, բայց երկրի համար արդյունավետության որևէ գործակից տեսնում եք թե ոչ այստեղ։ Եթե հնարավորություն լինի նույն ՍԵՊԱ-ի այդ ֆունդամենտալ փաստաթղթի կետերը որոշակի առումով կյանքի կոչել, բնականաբար դա պետության համար կարող է լինել կարևոր։ Ես ծանոթացա ձեր վերջին հայտարարություններին, տպավորությունն այնպեսին է, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստ է ագրեսիայի Հայաստանի դեմ։ Ես ագրեսիա սրատակ առաջնահերթին չպետք է տեսնել ռազմական գործողություն, որտեղ ագրեսիան միայն բուն ռազմական ֆազային չի վերաբերում, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը որևէ ձևով չէր տեղավորում ոչ միայն այսպես կոչված խաղաղության օրակարգի տրամաբանությանը, այլ նաև եվրոպական այդ գագաթնաժողովի մոտեցումներին։ Դուք էլ վստահ եմ նկատած կլինեք, որ մեծ թվով երկրների եվրոպացիներ մի քանի օր առաջ Ադրբեջանի կոշտուկը սեղմել էին, չէ՞։ Եվրոպարլամենտի բանաձևը դուք նկատում եք, ես դա նկատի չունեմ։ Առաջնահերթին ռեգիոնում տիրող իրավիճակի մասով, որովհետև գրեթե բոլոր դերակատարները առիթը բաց չէին թողնում, ասելով, որ կարևորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ process-ը, հարաբերությունների նորմալացման, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ միայն վնասակար էին այդ օրակարգի առումով, այլ ակնհայտորեն ցույց էին տալիս ադրբեջանական մոտեցումների, այսպես ճակերտավոր եմ ասում, կենսունակությունը։ Այսինքն ադրբեջանական կողմից եկող հայտարարություններին պետք է վերապահումով մոտենալ, հատկապես Ալիևի, որ ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, փաստ է դա։ Բնականաբար դրան վերապահումով չէ, դա կեղծ հայտարարություն է, ինչպես մոտենալ այդպիսի մտքերին։ Նկատում եք, որը հնչում է, որ Ադրբեջանը Հա, որը հնչում է նույն Ալիևի հայտարարությունները, հավաստիացումները մեկ բան են, լրիվ այլ բան է, թե ինչ կա դրա հիմքում։ Հիմա մեկ օրինակ ես ուղղությամբ բերեմ։ Թեև շատ է քաղաքական առումով շահարկվում, հատկապես երևի այս ընտրական փուլում, բայց տեսեք, հիմա սովորական մարդը ինչ ասում, ասում են լավ, եթե Ադրբեջանի հետ մենք կարողացել ենք հասել խաղաղության կամ փոխհմբռնման, ապա ինչ են անում 19 ռազմագերիները Ադրբեջանում, սա մեկ։ Երկրորդը, եթե նկատել եք տարբեր փուլերում բավականին ակտիվ են անհետ կորածների հարազատները, որովհետև ադրբեջանցիները իրենց կռիվը տալիս են ոչ միայն գերիների, ռազմագերիների դեմ, այլ այն մարդկանց, ովքեր անհատ կորածի կարգավիճակ ունեն, այդ թվում այն մարդկանց, ում զոհվել են, բայց նրանց աճունը մասը ունեն նաև ադրբեջանցիները անհետ կորածներ։ Ադրբեջանցիները առանձնապես այդքան թեմայով շահագրգռված չեն եւ ակտիվ չեն աշխատում, իրենց թեման ավելի շատ վերաբերում է 90-ական թվականների իրենց թեմային, բայց այս տեսանկյունից տեսնում եք, հիմա մարդ ասում է, եթե խաղաղություն է, ապա գերիների հարց կա, անհետ կորածների հարց կա, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին դիտարկել, թեկուզ մի փոքր ավելի թաքնված համատեքստում, բայց հանցագործի, ռազմական հանցագործի պիտակի ներքո, որտեղ սեպարատիզմի մասին խոսելը, դա ոչ թե ուղղված է բուն Լեռնային Ղարաբաղի իշխանությունին կամ նախկին իշխանություններին, դա ուղղված է Հայաստանին, որտեղ Հայաստանին Ադրբեջանը մշտապես ներկայացել է որպես ագրեսոր, որպես բռնագրավող պետություն եւ բնականաբար այս ակնարկները կամ հայտարարությունները կրկին ուղղված են Հայաստանին։ Այսինքն բնական է, չէ՞, առնվազն ես 3 գործոնի մասին խոսեցի, որոնք մեր հանրության մոտ բազմաթիվ հարցեր են ստեղծում, հատկապես խաղաղության օրակարգի։ Ադրբեջանին վստահել պետք չի առայժմ։ Բնականաբար ոչ, եւ Ադրբեջանը ինքը իր խոսույթով վարկագծով դա ցույց է տալիս։ Ադրբեջանը կարող է նաև շրջանցել Վաշինգտոնյան համաձայնությունը, այդ նույն տրամաբանությամբ։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների հիմքում Տրամպի հեղինակությունը, խոսքը եւ քաղաքական մոտեցումները, որոնք 2 տարի հետո նրա պաշտոնավորման ավարտից հետո կարող են այլևս ակտուալ չլինել։ Գիտեք, Միացյալ Նահանգների քաղաքականության եւ համակարգի մասին մի փոքր դժվար է այդպես խոսել, որովհետեւ բոլորս գիտենք, որ ամերիկյան համակարգը միշտ բավականին կանխատեսել է, թեև դեմոկրատները, հանրապետականները ունեն տարբերություններ իրենց տարբեր հարցերի շուրջ, բայց կոնկրետ Տրամպի վարչակազմի ժամանակահատվածը եղել է շատ անկանխատեսել նույնիսկ իր թիմակիցների համար,
Եվ այս տեսանկյունից իմ համար դեռևս հստակ չէ, թե 2 տարի հետո Թրամփի չլինելու պարագայում սա ամերիկյան կողմի համար կլինի առաջնահերթություն, թե ոչ։ Ալիևը ասում է նաև Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ Այս հայտարարություններ պետք է դիտարկել այս նախընտրական մթնոլորտում։ Ես կարծում այստեղ երկու հանգաման կա պետք է հաշվի առնել։ Տեսեք, որոշակի տրամաբանական խզում է առաջանում, երբ որ մի կողմից կա մոտեցում, որ Ադրբեջանի իշխանությունները ունեն շահագրգռվածություն գործող հայաստանյան իշխանությունների վերընտրման առումով, քանի որ քաղաքական գիծը եւ կոմֆորտը բնականաբար իրենց համար շատ ավելի այս դեպքում նախընտրել է, եւ երկրորդ կողմից կան Ալիևի ամբիցիաները 44 օրյա պատերազմից հետո որոշակի հայեցակարգային հայտարարություն արվեց Ալիևի կողմից, որի մոտապես կարճ միտքը հետևյալն էր, որ Ադրբեջանը այլևս ռեգիոնալ տերություն է եւ մեր քաղաքականություն դրա շրջանակներում է ստեղծվում։ Հիմա դա դրանից Ադրբեջանը ռեգիոնալ տերության չի վերածվել, այսինքն դժվար է այն դիտարկել Թուրքիայի կամ Իրանի հետ հավասարների շարքում, բայց ամբիցիաների առումով Ալիևը բավական առաջ է գնացել եւ այդ ամբիցիաները սպասարկելու տեսանկյունից նա չունի շատ ավելի այլ բաներ ներկայացնելու, քան դա Ղարաբաղյան գործոնը շահարկելն է եւ անընդհատ օգտագործելն իր այսպես ասած հաղթողի կարգավիճակի առումով։ Դրա համար այս տեսանկյունից մի կողմից Ադրբեջանում հրապարակային նաև անթակույց հայտնում է, որ իրանք կողմ են եւ իրանց համար շատ կարեւոր է գործող իշխանության վերընտրությունը, բայց նաև առիթը չեն էլ թաքցնում, առիթը չեն էլ կորցնում, բաց թողում, որպեսզի նաև հայտարարեն եւ ցույց տան իրենց այն ամբիցիաները, որոնք արտահայտվել եւ արտահայտվելու են։